Բարև ձեզ, մի հատ ինչ եմ ուզում ցույց տամ, էլի էդի մասին է, պարզապես մի հատ այգի եկա, զուտ այլ նպատակի համար, դե էդի գործեր այլևս չենք վերցնում, հիմնական մեր խնամքի տակ եղողները և մեր հին գործերը, ասենց ասեմ, զուտ ժամանակ չունենալու պատճառով։ Եվ քանի որ տանտերը կսպասեի որոշակի ժամանակ, փորձեցի մի բանով օգտակար լինել, մի քանի հատ բերքատու ծառեր ուներ, որ նրանց կարելի էր աշխատել, գործ անել։ Հիմա ցույց տամ ծառերի վիճակը ու ինչ է արվում։ Օրինակ, էսի խնձորենի է, էսի կեռասենի է, սա էլի խնձորի է, որը հասցրեցի էտեցի արդեն, սա դամբուլի շլորի տեսակ է, որը էլի նայեք իրա ծաղկաբույլերը, սենց որ բութակով է, չէ, իբր թե բութակա, ծաղկաբույլերի համար է թողած, էլի հեռացրեցի հին բաները, ոնց որ բութակները, ու հնարավորինս էտածին համապատասխան էտեցի։ Էսի էս տեսակով, էսի չորնասլիվն է, իրեք մա չորնասլիվի վրա շատ լավ կարևոր բան ասեմ, էլի, իրա բողբոջը պոզիտիվ և բերքատու և վեգետատիվ բողբոջը, մի րոպե, թող ֆոկուսը բռնի, սենց անենք, նայեք, աչ ու ձախ կողմերինը բերքի բողբոջներն է, մեջտեղինը վեգետատիվ բողբոջն է, այսինքն այնպես է արվում, սաղարթը սենց է չէ արած, այնպես է արվում, որ համ բերքի տակ նստի, համ տեղանքին համապատասխան սաղարթ ունենա, սա գիլաս է, սա դամբուլ է, սա ծիրանի տեսակ է, կիսածրմռված ուղում ենք, էսի գիլասը ասեցի, հիմա լավ անդրադառնամ էս խնձորենունը, նայեք, էլի ինքը ունի էս նիզակների ծերերինը, էլի բերքի բողբոջները, էս հին ճյուղերը, այս չաղլիկ թմբլիկները պոզիտիվ, բերքի բողբոջներն է, ինչ ենք անում, տեսեք, խնձորենին շատ է հոռաշվեր տալի, այս կտրվածքներից ներս մտած ճյուղեր, բացի հոռաշվեր տալը, ինքը դաժե օղանիստերը, որոնք բերքի բողբոջներն են, այս սրանք, տես խնձոր է տված եղել, հետո մեջը մացառի պես, հոռաշիվի պես վեգետատիվ երկար ճյուղ է դառել, ինչ ենք անում, նորից, են որ ասում է էտենք միասին, նայ, բութակները հեռացնում եմ, հին սխալները հեռացնում եմ, իդեպ նորից եմ ասում, չեմ եկե պատվերով էտելու, ուղղակի զբաղվեցի, հետո հասցի լավ նյութ է, մի հատ ներկայացնեմ, նկարեմ, գցենք, նայենք, քննարկենք միասին, կարճացնում եմ, օգտագործում եմ, տակի ճյուղա, բայց օգտագործում եմ, ինչն եմ օգտագործում, ունի բերքատու բողբոջներ, ստեղ փռվող ճյուղա, ներս մտած ճյուղա հեռացնում եմ, կախված ճյուղա հեռացնում եմ, բութակա հեռացնում եմ, էլի բութակա հեռացնում եմ, տեսեք, բերքից ծանրացած կախված ճյուղա, ստեղ էլ ունի լավ թազա ճյուղեր, ինչ ենք անում, մի հատ բերքի բողբոջի մոտից կարճացնում ենք, այս ուժեղ աճողները հեռացնում, օգտագործում ենք այս ճյուղը այս տարվա բերքի համար, այս կողմից դրսի վրա լավ վեգետատիվ ճյուղա, նայեք ոնց է բռնվում, ոնց է կտրվում, որ բողբոջը դրսի վրա անգնի, նայեք, էսի ստեղ, հիմա հոռաշիվա ներսը խտացրել է, այսինքն ներսին չի նկատում, երկու հատ կմախքային ճյուղա, որի մեջը ուժեղ մի հատ ճյուղ է աճել, նույնիսկ այս հոռաշիվերը, վեգետատիվ ուժեղ ճյուղերը պետք է օգտագործես ծառը միշտ թարմացնելու համար, օրինակի համար ստեղ սաղարթին մոտիկա հեռացնում եմ, ստեղ մեջտեղը հանածա, մենք կարանք էսի այս ճյուղը, այս բութակի իհարկե ձեռքի սեկատր, ես իրանցից եմ սեկատր ուզել, էլի, ես չեմ եկել ծառ էտելու, էլի պատրաստ չէ, սա վիճակի չի, կան գուցե և կտրեմ մի րոպե, ոնց որ լավ սեկատր է, կկտրի, մի քիչ երկար կտևի ուղղակի նյութը, բայց կարևոր է, սա այս ճյուղը պահում եմ, սաղարթը վերականգնելու համար հասուն բողբոջից հեռացնում եմ, նայ, ներս մտած ճյուղա հեռացնում եմ, օղանիստա առանց բողբոջի հեռացնում եմ, նայեք բութակա, տեսնում եք, էդ որ ասում եք ինչքանով կգաս էտես, ես երբեք չեմ կարա գլխառադով գործ անեմ, մենք մեզ ճանաչող մարդկանց այգիներն ենք մենակ էտում, որտև
իսկական ենք եթում, ոչ թե մկրատ ենք բռնում ու այնքան որ կտրտում ճյուղերը։ Մի ծառը կարող է ես կես ժամում կախված իր մեծությունից մի ժամում հետեմ մկրատ բռնողները, էտողները թող վիրավորական չնչի, սա մասնագիտություն է, չեմ ասում մենակ ես գիտեմ, ճիշտ պետք է էտեն։ Ամեն ճյուղ, ամեն ծառ, տեղից, դիրքից, տեսակից կախված պետք է իմանան որը ոնց կտրեն։ Դա էլ ասենք փոքրիկ կարճ ժամանակահատվածում սովորելու գործ չի։ Դի լավ պրակտիկա ունենաս, ուշադիր ելնես, սիրես այս գործը, որ մասնագիտանաս։ Հեռացնում եմ, դրա համար եմ տենց կտրտողներին ասում մկրատ բռնող ուղակի։ Իրան գալիս են արագ շփթփանում, մի քիչ սաղ ցույց տալի, ասում գործ արին, գնացինք, всё, այն մյուս այգի ենք մտնում։ Դե մի կողմից է սենց ասեմ։ Այն որ ասում ոնց գնահատում եք, տենց էլ անում են։ Կոպիտ է հնչում, բայց անկեղծ ելնենք, սա լուրջ մասնագիտություն է, բայց հիմնականում այգիներում շատ քիչ մասնագետներ են աշխատում։ Մասնագետները լուրջ են բիզնեսմեն մարկանց, այն պլանտացիաների, այն մեծ այգիների կամ իրանց անձնական, իրանց պատկանող բաների վրա են ֆիքսված հիմնականում։ Խի, որտեվ էտը միջև օրս դեռ մտածում եք ինչ կա որ դրանով որ մի հատ էլ ես իմիջ գումար տանք, բայց չեք հաշվի առնում դրսին, ցրտին, չգիտեմ, ծառերի վրա լարված ու կոպեկների վճար։ Դրան համապատասխանել ստանում են։ Կներեք կոպիտ եմ խոսում, բայց իրոք ոնց գնահատում եք, տենց էլ մարդ եք ճարում։ Ինչևէ, լավ, անցնենք մասնագիտական, շատ մի քիչ ընդլայնվեցի, տեսեք, թեկուս մի հատ, նայեք, մի հատ բողբոչ կար ստե, տեղն էլ ազատ էր, օգտագործում եմ, իթե թե բութակոտ թողեցի, այստեղի խնձորը կարող է այս տարի քաղես, եկող տարի հեռացնես։ Ներս մտած ճյուղա հեռացնում եմ, լավ թազա աճած ճյուղա դրսի վրա, դրսի բողբոջից կտրում եմ, մեջի խտացնող հորաշվերը կտրում եմ, նիզակները կտրում եմ, նայեք թարս աճած, այսինքն թարսը նկատում եմ ներս է գնում, սաղարթը խտացնում է, սա նույնիսկ օղանիստ է եղել, հետո վեգետատիվ ճյուղ է դառել։ Սա հիմնականում խնձորերին բնորոշ ձևն է սենց էլի, հնդավորների, խնձորը, սերկևիլը, տանձնել ունի սենց նման բաներ։ Այս ճյուղը հետում եմ դրսի կողմից, սա փոքրացնում եմ, սրա ծերը, նայ, կարամ թողեմ, ինչի համար, ազատ է տարածքը, դեպի դուրս է, այս տարի կծաղկի, որպես ճյուղ պիտանի մնա կմնա, չէ, կհեռացնեմ, սա հեռացնում եմ, այսինքն էտելը պետք է համ ճյուղերը նոսրացնես, սաղարթը լուսավոր սարքես, ազատ, լուսաթափանց, օդաթափանց, համ այնպես անես, որ համ բերք տա, համ երիտասարդանա սաղարթը, թարմանա, վերքերը մշակվի, հին վերքերը, հին բութակները հանվի, ու ոնց ասեմ, որ միակողմանի չնայես, էլի, մենակ ճյուղերը չդնես կտրես ու ասես գործ արեցինք։ Նայեք, անգամ միշտ եմ ասում, եթե սեկատերը ես բռնեմ, սեկատեր բռնելուց այս լայն կոմը դնում եմ մայր ճյուղին, նայեք, որ բան չմնա, կտրվածքը նայ բութակը արած, այսպես բռնում եմ հեռացնում, մի քիչ թեքությունով, որ հնարավորինս իրա վրա փայտի մնացոր չմնա, բութակը դա է, որ ինքը իրա վերքերը փակի, հորաշիվերը հանում եմ, հորաշիվը հանում եմ, կրկնում եմ, կարաս մի հորաշիվը որպես երիտասարդ ճյուղ, պահես փոխարինող որպես սաղարթը։ Նայ, ընդեղ ես մի հատը մեջտեղի վրա թողեցի, որ նրա վրա բան ստանանք մենք։ Ստեղ ճյուղ ունենք, մոտիկա հեռացնում եմ, սա մոտիկա հեռացնում եմ, ինչ ստացվեց, ճյուղը ծառերը լայնացավ, մեկը մյուսից հեռացավ։ Նայեք, բութակները հեռացնում եմ, դե արդեն լրիվ չեմ կարող ասեմ այս ծառը, որտեվ տեղ կա արդեն մի ձեռով չեմ կարող անեմ, պիտի ոնց որ ճյուղը քաշեմ, ճկեմ դեպի ինձ, նոր վերջացնեմ, այսինքն հնարավորինս մի ձեռքով ինչ կարամ անեմ, ես էլ հեռացրեցի, նայեք մի քանի տարվա բութակա, տեսնում եք, ես էլ հեռացրեցի, ստեղ իրար մեջ մտածա հեռացնում եմ,
Ներս եկածա հեռացնում եմ, շատա իրար մոտիկ կարճացնում եմ դրսի բողբոջի վրա, սա հեռացնում եմ, սա որպես նիզակ ծերը ծաղկաբույլ կարամ թողեմ ազատա, ժամանակավոր, օգտագործելով ճյուղը։ Սա դրսի վրա մի հատ էտենք փոխարինող, փոխանակ ուտեղ սա շատա գետնին մոտիկ, բայց ոչ մի բան մի անգամից չես անում, որ ծառը մանավանդ սխալները ուղղել է, եթե մի անգամից մտնես մասնագիտորեն անես, պիտի տրամաբանես ոնց անես, էլի կարճ ասած։ Եթե մի անգամից մասնագիտորեն անես, կքյաչանա ծառը։ Նայեք, հիմա սա, ստե ունենք մոտիկ ծառ, այն որ ասում տեղանքի համեմատ։ Вообще սա պետք է մնա, բայց այս արանքը թողելու համար այս եմ հեռացնում, սա էլ այս բութակն եմ հեռացնում, նայեք ինչ բութակա էլի վրան, ու հասում բողբոջից, թեք կտրում եմ, ու կտրելու իմաստը գիտեք որն է ժողովուրդ, որ ճյուղավորվի ինքը։ Շատ հաճախ վերևի գագաթի բողբոջն ավելի հասուն ա լինում, բայց կտրելու նպատակն է, որ մի հատ ճյուղ չաճի, ինքը մի քանի ճյուղ դառնա։ Այստեղ կարճացրեցի, այստեղ իրար մոտիկ ճյուղեր կա, կարամ մեկը ավելի բնին մոտիկ կտրեմ, էսյանի վրա գա, սա վերևի վրա կտրեմ։ Այսինքն ռուլիտ պետք է անես էլի կոպիտ ասած, այնպես դասավորես, որ սաղարթը քո ձեռքով կարգավորվի։ Հիմա նայ, ստեղ արդեն շատ է բան եղած, ընդ ճյուղ ունենք, ստեղից արդեն ես գագաթի հետ փունջը հանեցի, ծառի բանը ոնց որ սաղարթը լայնացնելու համար, որպեսի ավելի կենտրոնից հեռանա, լայնանա, ազատվի մեջտեղը։ Ստեղ նայեք ուժեղ աճող ճյուղ, ունենք երկու ուժեղ աճող ճյուղ, նայած ունենք մի հատ նենց ճյուղ է սարանքը, որը սաղարթը խտացնում է, կարամ խորքից հեռացնեմ, բայց կարամ նենց անեմ, որ այս տարի ինքը բերք տա։ Այսինքն այս ճյուղը մնում է բերքի բողբոջ որպես, բերքի ճյուղ, այս տարի կօգտվի իրանից տանտերը, այգուտերը, հետո նոր կհեռացնի։ Ստե շատ է գետնին պարկած, փոքրացնում եմ, այս էլ բեր մի քիչ կարճացնենք, օգտագործում ենք իրան որպես բերք բռնող ճյուղ է։ Նայ, էլի տակինը թողում եմ, խիչ եմ ծերատում, ծաղիկի համար է այս նիզակը, փունջը ստեղ է լինելու։ Սա վեգետատիվ աճող ճյուղ է, մի քիչ կարճացնենք որպես փոխարինող, ստե շատ է ծռմռված։ Նայ, էլի 5 բութակներ, նայեք ժողովուրդ ջան, նայեք ինչքա աշխատանքա մեջ է պահանջում։ Եկանք հասանք ստեղ, ստեղից դրսի կողմից, ստեղել, որպեսի մենք կենտրոնից հեռացնենք, ինչ ենք անում։ Մենակ ներս գնացածները կհանենք, նայեք, ներս գնացածը հանեցինք, ստե ճյուղը ճյուղին մոտիկա, այս մեկը հեռացնենք, բութակը դզենք, ծերատենք հասուն բողբոջից, ստեղել ծերատենք, հիմա այս մյուսը տենան կարում ենք, նայք սա էլ ծերատեցի, այս ճյուղը, սա որպես նիզակ, նայ, քիչ եմ հեռացնում, լավ այս ինձ անեմ, քիչ եմ հեռացնում, տես ծաղկաբույլ է, տեղն էլ ազատ, օգտագործի սա, այս տարի թո ծաղիկ տա, խնձոր տա, սենց կոպիտ չէ, էլի սենց իրական օրինակներ եմ, հասանք այս կողմ, ներս մտածա հեռացնում եմ, բութակները հեռաս, մաքրում եմ, զիգզագ սարկած եսի միշտ ճյուղը ավելի լավ աստուց հեռացնեմ, համել գիտեք ինչ ես հեռացնում, նայ կարող է մտածես բայսխի ներսի վրա չէ, ստեղ ճանապարհա մայթա, տեղ չունենք, ինչ կարանք անենք, մի հատ այս բողբոջից, այսինքն նայ, սենց եկավ ներս, նորից դրսի բողբոջից, որ այս կոմի վրա, ոնց որ կառավարում ես էլի ճյուղերը, տեղաբաշխում ես, որը որտեղի վրա աճի, խտացնի, որ համ չխանգարի, համ էլ օգտակար լինի։ Ու այսպես էլ բոլորը այս պահին ես սրանք չեմ կարա հիմա հասցնեմ, ցույց տամ ես սրանց վրա ու այս նյութը սրանով ավարտեմ։ Նայեք, էսի փոքրիկ խնձորենի նորից սաղ ցույց տամ, էտացա, հեռացրած, մաքրած, սրանք էտացա, բութակները հեռացրածա, նա եթե քիչ ավելի մաքուր ես անում, ինք շուտ է փակում։ Ինչևէ, այս օրինակ, այսքանը էս էլ այսօրվա օրվա վերջում պատահական, ինչի պատահական չէ եկե էտելու իմ սեկատերը անգամ չի, խփեցի սեկատր տամ, որ այս նյութը հանեմ, այս էլ այսքանը։